ապա տեղեկատվական համակարգ է դարձել մայրաթորի տեղեկատվական համակարգը եւ լավ կլինի, որպեսի գոնե լռեն։ Այո, որոշ հարցերում ձեր կողմից հարց հնչեցվեց կաթողիկոսի դստեր հարցի հետ կապված, այդ առումով գոնե լռում են, քանզի դա անհերքելի է, դա փաստ է եւ շատ-շատերը գիտեն, բայց շատ-շատերը ճանաչում են նույնիսկ, բայց եւ այնպես ես նորից պիտի ասեմ, ելի ասել եմ, որ դա իհարկե խնդիր է եւ դա անհամատեղելի է դարձնում, այսինքն եթե մի մարդ եկեղեցու գլուխն է եւ կուսակրոն պիտի լինի, կուսակրոն լինելու պայմանով է, որ նա հասել է այդ պաշտոնին, եթե ի սկզբանե կուսակրոն չլիներ, ապա չէր կարող լինել ոչ եպիսկոպոս, ոչ վարդապետ, ոչ առավել եւս կաթողիկոս, ապա կուսակրոն լինելու պայմանով է, որ հասել է այդ պաշտոնին, եւ եթե պարզվում է, որ կուսակրոն չէ եւ դա ապացուցվում է, բնականաբար դա անհամատեղելի է, դա արդեն իսկ անվավեր է համարում իր պաշտոնեությունը, դրա համար մենք իր վերջին շրջանի որոշումները անվավեր ենք համարում, կարգալուծության որոշումներ եւ համարում ենք, որ չունենք այսօր կաթողիկոս ցավոք սրտի։